Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմաններ է առաջ քաշում լեհական TVP World հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Միրզոյանի խոսքով իրենք չեն ընդունում նախապայմանների օրակարգը, բայց կան գործընթացներ, որոնք կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելի միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները, ասել է Միրզոյանը։ Նա նաև մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես պետք է իրականություն դառնա TRIP ծրագիրը։ Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ Եվրոպայում։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIP, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Ինչ է TRIP-ը։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այդ կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների, այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բայց այդ կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել եւ այնուհետեւ շահագործել նաեւ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն։ Բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ, մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Այս պահին այդպիսի երկաթուղային կապ գոյություն չունի։